Ուրախ ենք ողջունել մեզ մոտ ստուդիայում գտնվող Յուրին, Հայաստանի վաստակավոր նկարիչ, մոդելավորող Աննա Հարությունյանն է մեզ հետ, Սուսաննա, կարծում եմ դու էլ կլրացնես Fashion designer, ով օրեր առաջ բառացիորեն վերադարձել է Փարիզից, իսկ Փարիզում ցուցադրվել է ներկայացնել Հայաստանը։ Դա ոչ միայն մեր զրույցի առիթ է, այլև մանրամասն ներկայացնելու, քանի որ, ինչպես ասում են, մենք այնտեղ չենք եղել, բայց ուզում ենք իմանալ ինչպես է դա անցել։ Իմանալ ինչպես է դա ընդհանրապես անցնում, որովհետև մենք հրաշալի ձևով։ Ամեն օր չէ, որ հայ դիզայները ներկայացվում է Փարիզում, ներկայացնում է հայկական արվեստը, մշակույթը հենց Փարիզի սրտում, կենտրոնում, Էյֆելյան աշտարակի մոտ, Սենա գետի ափին։ Շատ սիրուն տեղեր, իրոք, հենց Փարիզի կենտրոնում, Շանգրիլա հյուրանոցը, դա գիտեք, ինքը պալատ էր, դղյակի պես մի բան էր ժամանակին, պատմական շատ մի տեղ է, որը հիմա դարձել է այո հյուրանոց Շանգրիլա եւ կարելի ասել եզակի դեպքեր սա որպես հայ fashion designer արվեստագետ ներկայացնել Հայաստանը մեծ պատիվ էր ասեմ ձեզ որ մոտավորապես մի 30 երկրից էին մասնակցում եւ ես իսկապես գրանդ ֆինալի մեջ էի իսկ գրանդ ֆինալը միշտ տրվում է the best designer-ին եւ ես պատիվ ունեցա դա ներկայացնել շատ յուրահատուկ ձևով Այնտեղ գիտեք ներփուցումներ կա որ մենք այսպես մակերեսային գիտենք կա պրետապորտե չէ այդպես haute couture տարբեր դե իմ ամբողջ haute couture էր այո որը ես ամբողջ ինքս եմ մշակում ինքս եմ ստեղծում կտորը այսինքն նկարել կտավ չէ, դա գիտեք ոնց էր իմ նկարներից вообще տրանսֆորմացիա եմ արել դեպի հագուստ դեպ արամ ես այդ ժամանակ եղել եմ երբ որ իմ շոուն արել է առաջի անգամ մենք դրա մասին խոսեցինք իմ նկարներից տրանսֆորմացիա արեցի դեպի հագուստ եւ այդ միտքը շատ հետաքրքիր էր դա եւ տպած էր եւ նկարած եւ մշակած եւ կոլաժային մի խոսքով եւ ես ամբողջը վերցում հայկական սիմվոլիկայից մեր հնադարյան ժառապատկերների այսինքն սա ամբողջը պատմություն է ինձ մոտ ամեն մի հագուստը ուղղակի հենց այնպես չի ստեղծված հա ես իրոք անում եմ քայլող պատմություն եւ նույնիսկ բեմադրությունն էլ շատ յուրահատուկ ձևով բեմադրեցի դեպ ասեմ որ Արամը Սուքիասյան պիտի գար մեզ հետ որ բեմադրեր այդ ամբողջը բայց այնտեղ հարկելի պատճառներ եղան վերջի պահին չկարողացավ գալ եւ ես ամբողջը ինքս բեմադրեցի քանի որ դա իմ երազանքն է միշտ ռեժիսոր լինել երևի ես իմ ֆեշնի մեջ նաեւ եւ ես եմ անում եւ այն հասկանում դա ոնց որ ասում տրիվադոն получается բայց արդյոք երեքն է, որտեղ գիտեմ նաև Դին Մահարդարումն է կարել։ Դե շատ բան եմ անում, աքսեսուարներ եմ անում։ Վայ, Արամ ջան, չեմ տարել, նայեք։ Իրանք ինձ կաստինգ են արել, ուղարկել են, ես հետո այնտեղ գնացի, ինձ տեղում ընտրեցի եւ շատ հետաքրքիր էր սևամորտներ, իտալոյիններ, ֆրանսիացիներ, Տունեզիա, այսինքն այդ գույները ինձ սպանեցին, որը ես շատ էի երազում, քանի որ իմ երանգները հագուստների ոսկի գույների մեջ են եւ այդ սևամորտների վրա այդ մանավանդ այ որ Սուսանան ասեց մեյքափը անում են հետո ես արդեն անում եմ ամբողջ face art-ը պատկերացրեք այդ face art-ը ոսկիներով սևամորտը ուղղակի մի հատ հրաշքատ դառնում եւ ամենակարևորը Արամ գիտեք որն է մտնես որ կարողանայի ամեն մի յուրաքանչյուր մոդելին իր կերպարի մեջ ես ներգրավեի, հա, շատ դժվար էր անգլերեն, ես ամբողջը նենց է աշխատում ամեն մի մոդելի վրա, որ ինքը հասկանա ինքը ով է։ Ну խոսքի օրինակ ինձ մոտ կան օրինակ, ну ռուսերեն ասեմ, բագինյա древности խոսքի օրինակ, չգիտեմ հայերեն, հնության աստվածուհի, մարդ աստված, հրեշտակ, մարդը, այսինքն ինքը պիտի իրոք դերի մեջ մտնի։ Բայց մոդելները խաղում են, որպես կանոն նեյտրալ դեմքերով քայլում են ուղղակի։ Հավատացեք, հետաքրքիրն է, որ բոլոր մոդելները մանավանդ, օրինակ իմ Հայաստանի մոդելները բոլորը գիտեն, որ ես fashion եմ անում, то есть ես պետքա մեգա fashion-ներ անեմ ու թաթերականացված, իրենք պատրաստ են, գիտե որ եթե Աննան ա, ուրեմն մենք պետքա լրիվ ուրիշ աշխարհի մեջ մտնենք, հա։ Ստեղ լրիվ օտար մոդել, ես ունի ընդամենը 1 օր շուտ եմ արել
եւ ունի ընդամենը 1.5 ժամ փորձի, պատկերացնում ես Սուսաննա ջան, то есть դա սարսափելի մի հատ գրաֆիկ է, լեզուն ամենօրյա շփման լեզուն չէ։ լեզուն անգլերեն, եւ իրանք ինչ չեն ճանաչում, ես գալիս եմ ասում բարև ձեզ, ու ասում եմ մի խոսքով մենք լրիվ ուրիշ բան ենք անել, այս մոդելը sense վրես նայում են, սևամորդ բան է սովա եկե, որտեղ իրանք սովորել են, չէ՞, մենակ գնալ գալ, չէ՞, այդ մոդայի ինչ որ այդ ստանդարտ, չէ՞, տեսակով։ Մի խոսքով եւ ես այո կարողացա ներշնչել պսիխոլոգիչսկա атака։ Ոգեբանական դրան։ Այո, եւ կարծում եմ իսկապես ստացվեց եւ երաժշտությունն էլ է շատ ներշնչող։ Երաժշտությունը մենք միքս արեցինք, էլի Արամ Սուքյասյան մոնտաժը արեց։ Մի խոսքով շատ հետաքրքիր ստացվեց եւ ես հպարտ եմ։ Չէ, Արամ ջան, սա վաճառք չէր մի քիչ։ Չէ, նա շոուրում կար, ես շոուրում ներկայացնում էի։ Համաձայն եմ, այդտեղ շոուրում էր, որտեղ որ շատ մարդիկ գալիս էին, հարցնում են, իդեպ առաջարկներ, այո, ներկայացնել, որտեղ ես նաեւ աքսեսուարներ եմ անում, իմ մոդելների աքսեսուարները բոլոր եւ հենց այդ աքսեսուարների պահովել առաջարկ եղավ։ Մի խոսքով շատ հետաքրքիր ինչ որ ծանոթություններ ստացվեց եւ կարծում եմ գիտեք շատ կարեւորը որ Հայաստանը միշտ պետք է բարձր ձևով որակով ներկայանա, հա, այն level-ը, որտեվ ես դա միշտ ասել եմ, եթե դու դուրս ես գալի քո երկրից դուրս, դու պիտի արդեն հասկանաս, որ դու Հայաստանի մի մասնիկն ես, մի կտորն ես, որ դու իրա դեմքն ես ու քո միջոցով մարդիկ ճանաչում են։ Բայց դե Ֆրանսիան, այո, դե գիտեք, հայերին շատ են սիրում աղմենի, դա ոնց որ ասած, մի անգամից բոլոր ասում Շարլ Ազնավուր, չէ, դե արդեն հասկանալի է։ Մի խոսքով ես նաև ասեմ, որ շատ նաև հայեր կային, շատ մեր լավ հայերից, որոնք որ արդեն արվեստասեր, հա, որոնք որ եւ դեսպանիկիններ ընդեղ հիացած։ Մի խոսքով ես ուրախ եմ, որ կարողացա, ու գիտեք ինչն է նաև հետաքրքիր, որ ասենք ֆրանսիական հանդիսատեսը, այ սա էլ էր հետաքրքիր, որ ինձ ընդհանրապես ընդ չէին ճանաչում, ինչ ավանցիաներով, ինչ բրավոներով ինձ ողջունում էին վերջում, հա, որ դա էլ է ոնց որ քո տրիումֆը, քո հաղթանակը, որ օտար երկիր, օտար մարդիկ, նենց չէ, որ ասես դե լավ քո Հայաստանն է, քեզ բոլորը ճանաչում են, գիտեն, հա, մեր Աննան է, խոսքի օրինակ, հա, բայց չէ, դա էլ է շատ հաճելի, որ լավ գործ ես արել։ Պարզապես ես միշտ հպարտ եմ, որ այդ ասած օտկոծյուրը ես հասցրեցի, որտեվ գիտեք, որտեվ հենց մոդելը անցնում է մարդկանց կողքով, իրանք շատ ուշադիր, ամեն ինչը տնտղում են, նայում են, դրանից առաջ շոուրում են գալիս, որտեղ որ կախած հագուստները գալիս են շոշափում են ձեռք, դա ամեն ինչ իրանք ուզում են հասկանան, արդյոք որակ էլ կա, դες եւ որակ եւ մակարդակ եւ իմաստ կոնցեպտ, հա։ Արաման հարցրեց վաճառքի մասին, իսկ ինձ հետաքրքիր է, այսինքն հիմա ունկնդիրները հավանաբար ովքեր որ չեն տեսել, ուզում են հասկանալ դա ամենօրյա հագուստ է, ամենօրյա չէ, ինչ որ հատուկ առիթների է, որովհետև նաև երբ որ ասում ենք բարձր նորաձևություն կամ փարիզյան նորաձևության տուն, շատ անգամ տեսնում ենք ինչ որ անհեթեթ մոդելներ, ովքեր հասկանալի է ինչ որ չափով դա նաև հումորի համար է արվում, հա, երբ որ, չգիտեմ, աթոռ է գլխին կամ ես դա չեմ բազմոց է ամրացրած եւ այլն։ Պրետապորտեն կարող է հետո մոդել վաճառքի հանվել, իսկ օտկուտուր ավելի շատ արվեստի բան է։ Ինքը ավելի արվեստ է, բայց գիտեք, որքանով առօրյա կյանքում կարելի է կիրառ, թե չէ։ Արամ ջան, գիտեք հետաքրքիր է ինչ է, ես արեցի տրանսֆորմացիա, նայեք, ինձ մոտ գնաց լրիվ օտկոտյուր առաջինը եւ ամբողջը իմ ոնց որ ասած ստեղծագործությունը, հա, եւ արդեն 5 վերարկու ինձ մոտ գնաց արդեն ժամանակակից ֆորմատով, հա, մանտոները, շլյապաները ու իմ ոճի մեջ իհարկե, մանտո, կաշնե, ես ասում, ես շատ եմ սիրում այդ կլասիկ մի քիչ դասական ոճը, մոտեցումը, եւ շատ եմ սիրում այդ ձեռնոցներ, կաշնե, ասենք զոնտիկ и так далее։ Մի խոսքով, եւ դա գնաց 5 վերարկու, այսինքն ես ցույց եմ տալի, որ իմ օտկոտյուրը կարող է դառնալ նաեւ հասանելի մարդկանց, հա, որոնք որ խոսքի օրինակ, ասենք, եղել է շատ դեպքեր, որ ինձ պատվիրել են հենց Հայաստանում, մեր ճանաչված դեմքերը, ասենք, իրանց գալահամերգների ժամանակ, այսինքն հիմա էլ ասենք տարբեր միջոցառումների, որ լինեն եզակի լրիվ օտկոտյուրի մեջ, հա, իրանք տենց եւ ես ուրախ եմ, որ գնահատող կա, որովհետեւ օտկոտյուրը իրոք բարդ մի քիչ ստրուկտուրա է, հա, ամեն մեկին մաչելի չի ու հասանելի չի։ Սա արդեն մի քիչ պետք է եւ մակարդակ
մակարդակի առումով լինես, իսկ ինչ վերաբերվում այդ աթոռ, մաթոռ եւ այլն, սենց ասեմ, այս անգամ է կար, գիտեք, տենց բաներ, ինչ որ սենց գլխին ինչ որ բաներ էին հագցրել, բան, ես անկեղծ ասած չեմ սիրում։ Ես միշտ փնտրում եմ իմաստ, հա, ես արվեստագետին սիրում եմ մտածող արվեստագետ։ Կարևոր չի ինքը որ ասպարեզից լինի, արվեստագետը պիտի ինչ որ բան փոխանցի մարդուն մտածելու համար, բայց մեկ-մեկ այդ շեղվում են, ասենք, հենց դիզայներները։ Իրանց թվում է, եթե աթոռը դնեն գլխին, այսինքն իրանք մի հատ այնց մտածելու տեղ են տալի, որ մարդ ասում, վաու, էս ինչ, հա, աթոռը կոնցեպտուալ մոտեցում է, Աննա։ ուրեմն կարելի է տաբուրետ կալ դնել գլխին, կարելի է, չգիտեմ, ձիվանել, վաղը տանել, հա, եւ պետք է մտածել, սա ինչ էր ուզում, այստեղ շատ խորը Մենք չենք Անում են, հետո հասկանում, մտածում են ինչպես դա բացատրեն, այդպես է լինում, հա։ Այո, հենց էդ էլ կա, գիտեք, որը ես չեմ սիրում։ Ես Գիտեք, գեղագիտական քաղց կա արվեստասեր մարդու։ Համաձայն եմ, Այդ քաղցը պիտի ինչ-որ ձևով բավարարես։ Նյութ ես տալիս, նա ստանում է եւ ներսում ինչ-որ բան անջատվում է, այսինքն այդ քաղցի սենսորը, այսպես ասած։ Համաձայն եմ, բայց մի բան էլ ձեզ ասեմ, ես ինչ նկատեցի, այո, այդ քաղցը կա դեպի իսկական արվեստ, ես դա հասկացա։ Այսինքն հավատացեք, ուրեմն բոլոր այդ դիզայներները fashion-ի runway-ի վրա իրանք բոլորը ելույթ ունեցան, վերջում grand ֆինալներ։ Ուրեմն ինչ արեցի ես։ Ես ասի թե ուզում եք որ հետարքիր բան լինի, բոլոր բաները, ես չգիտեմ ռուսերեն եմ ասում, ստավնի, ես չգիտեմ հայերեն ինչպես է, որ փակվում է պատոհան։ Այո, այդ հին ստավնի էլի պատոհանների։ Խնդրեցի կազմակերպիչներին, ասի խնդրում փակեք պատոհանները, խնդրում եմ լույսերը, այդ բանը էլի պամպեզնը զալ էլի ինքն էս թակավորական պալատի մի մասնիկ։ Պերճաշուկ։ Հա, նու կներեք որ ռուսերեն եմ օգտագործում, ուղղակի սպეციფიկ բառեր կան, որ Մենք էլ ենք սովորում։ Հա, իսկապես էլի բառեր կան, որ չենք Ամեն օր օգտագործում։ սովորում ենք։ Եվ խնդրեցի որ լուսերը կիսա բան հանգցնեն բոլորը ասում անա ինչ ես խոսում պրեսան անտե ոկ մոկ բան բոլորը կանգնած դու անորմալ ես բա որ լավ չլինի ու ինձ ասեցին հիմա դու ինչ ես ուզում որ լավ կադրեր ունենաս տիպը լավ ինչ որ վիդեո ռոլիկ ֆոտո թե լավ շոու ասի լավ շոու եմ ուզում ես ուզում եմ որ արվեստս չտուժվի ոչ մի բայց իմինը տենց եմ ուզում ինչ կլինի ասի եզակի երևույթ եկել են որ այսինքն կոպիտ ասած ինչ չի է դարձրում ես ուզում այդ պահին լինի միստիկա այդ պահին լինի մոգական ինչ որ մթնոլորտ ոչ թե տիպը ցույց եմ մարդկանց համար որ տեսեք լույս մի խոսքով ամեն ինչ արեցին ես շատ շնորհակալ եմ ամբողջ պրեսան տեղափոխեցի ասեմ որովհետև ես իմ միզանսցենայով տենց եմ մտածել մի խոսքով որովհետև մոդելները իդեպ ասեմ արամ չեք տեսե իմ մոդելները ոչ ոք չէր գնում կուլիսների հետև իրանք գալիս են եւ ստոպ կադրներով կանգնում են հին աշխարհի հա իրանք բոլորը ասում եմ ինձ մոտ բոլոր թատերականացված է եւ իրանք բոլորը ստոպ մարդիկ էլ են զարմացել որովհետեւ միշտ ասում մոդելները արագ եկավ գնաց հա Անա ուզում եմ հիշեցնել նաեւ որ մի դերվակ հետաքրքիր նախնական զրույցում պատմեցիք որ մոդելները հրաժարվում էին բոբիկ դուրս գալ ոտաբոբիկ որոշ մոդելներ կային այո բայց այնուամենայնիվ ձեզ հաջողվեց համոզել որովհետեւ դա ավելին է քան կամահաճություն անաշոտ հետաքրքիր բացատրություն ունի թե ինչու ոտաբոբիկ դե ինձ համար ոտաբոբիկը գիտեք ոնց է ոնց որ մարդը ու տիեզերքը այսինքն երբ որ ոտքերդ կպչում են հողին կամ կետնին այդ ոնց որ այդ կապն է ստեղծվում վերևի ու ներքևի ոնց որ ասած աուրան էներգիան այո եւ ինձ համար մանավանդ որի մոտ այդ արխայիկ հագուստներն է գնում հա ինքը խոսքի ունակ այնտեղ մի հագուստ ունեմ որ առաջի մարդն է առաջի կինն է աշխարհ դուրս գալիս եւ ինքը պետքա բոբիկը ինքը մեր կարելի արժեք անավ կոպալիկի մեջ է եւ ինքը լի արժեք այդ հագուստն է իր այդ տիեզերական եւ ինքը այո դիպչում այր ոտքերը հողին, հողը մենք վերցնենք հա մեր հատակին եւ ոնց որ ասած վերևի հատվածները եւ համարյա մեծամասնությունը իմ բոլոր ֆեշնեի ժամանակ ես փորձում ոտաբոբիկ։ Չնայած ասում մոդելներ կային ֆրանսուիներ մի քանի, որ ասում ինչպես կարելի է ոտաբոբիկ իհարկե ես կոտրեցի որոշ մարդկանց իհարկե կային մոդելներ, ասենք իտալուի եւ սևամորտները մի անգամից որ ասի ոտաբոբիկ ասին վաու էս perfect բան էլի տիպա sense բան չենք տեսել sense բան էս ինչ հետարքիր միտք է ու որովհետեւ համահունչ է իմ հագուստի հետ նույնիսկ չի էլ բռնում կոշիկը չգիտեմ ինչի մի քանի հարց ունեմ սկսենք
Այո։ Սկսենք նրանից, որ ինչու է Փարիզը բարձր նորաձևության կենտրոններից մեկը լավ։ Որովհետև այստեղ նորաձևությունից հասկանում են։ Եվ գնահատում են։ Եվ գնահատում են, որովհետև ես շատ լավ հիշում եմ օրինակ այդ բարձր արվեստի, այսպես միտումներով արված կոլեկցիաների ցուցադրությունները Հայաստանում, որտեղ որ հանդիսատեսը չէր հասկանում, այնտեղ մոդելների ոտքերին են նայում, ոչ թե ակուստին, դա պրոբլեմ է, հասկանում եք։ Չէ, ազնվությամբ քննարկում են բարեմաստությունները կամ, չգիտեմ, կազմվածքը, մոդելի ավելի շատ, քան կատարված աշխատանք, իսկ այնտեղ մարդիկ դուք ասացիք մանրամասն փոքրիկ դետալների վրա են խորանում եւ այլն, եւ դրա մեջ գեղագիտական հաճույք են փնտրում։ Դա է կարևորը։ Ինձ հետաքրքիր օրինակ ինչ ծախսեր է դա կապված, հա, այդպիսի միջոցառման ներկայացնել կոլեկցիա, որովհետև հասկանալի է, սա արվեստով, բայց դե ծախս է, պետք է կոլեկցիա տանես, պատրաստես, ինչ որ բան վարձակալես, ինչ որ մարդկանց վճարես եւ այլն, դե այդ ամեն մարդու բան չէ, այսինքն ծախսեր է դա կապված։ Չէ, դե հիմա մի քիչ պրակտիկ բաներից էլ խոսենք։ Արամ ջան, պրակտիկ ասեմ, ուրեմն որոշ իմ հագուստները մեծամասնությունը իմ 19 թվականի կոլեկցիան, որ ես նոր կոլեկցիաներ ունեմ, բայց ես մեկը որոշեցի ներկայացնել, որոշ հագուստներ ես եմ արել իմ հաշվին, ես ինքս եմ ֆինանսավորում, որովհետև այն անգամ ֆինանսավորում էր շվեյցարական դեսպանատունը եւ մշակույթի նախարարությունը, այս անգամ հավատացեք, ես ամբողջը ես եմ ֆինանսավորել։ Եվ դա սարսափելի մեծ գումարներ են, բայց ես ուղղակի, հիմա չասեն Աննան, ես ուղղակի որ նկար եմ վաճառում, որպես նկարիչ, նախ սկսենք, որ ես առաջինը նկարիչ եմ, հետո fashion designer, այո, եւ իմ նկարը մի քիչ գլուխ չգովեմ թանկ ավելի, եւ երբ որ ինչ-որ մի գործ վաճառում եմ, հավատացեք, մի անգամից պրոյեկտի մեջ եմ դնում։ Եվ դրա մեջ երանելի անկախություն չկա։ Այո, անկախությունը երանելի է միանշանակ։ Ճիշտ է, ես օրինակ եղել եմ, որ հենց Ֆրանսիա, ես Միլանից էլ վաղուց հրավերքներ ունեմ, հավատացեք, որ Միլանը 2-0-ով ինձ արդեն քանի տարի սպասում է։ Եվ ասում եմ, Աննա, դուք ամենամեծ սիրված ու սպասված դիզայներներից մեկն եք, որ ուզում ենք, որ դուք գաք, այնտեղ մի քիչ շատ ավելի մեծ գումար է, ես էլ դա էլի կանեմ, ես որոշել եմ, բայց գիտեք ինչն է վատ, երբ որ ես ուզում եմ մի քիչ անդրադառնամ այդ հարցին, երբ որ դու դիմում ես մեծենատներին, մշակույթի նախարարությանը, նախ ցավալի է, որ մշակույթի նախարարությունը գիտեք ինչ է ինձ ասում, մենք նորաձևություն չենք ֆինանսավորում, վերջ փակում են այդ էջը։ Չգիտեմ ինչու, իրանք հաշվում են, որ դա ուրիշ ինչ որ ասպարեզ է, որը ինձ համար սարսափելի զարմանալի է։ Այդ մեկ դե արվեստի ճյուղ չի համարվում մշակույթի։ Գիտեմ, աքսեսուարների, գործվածքի, զարդերի, գունազարդի մեկնաբանել դա, գիտեք, արվեստ է անում։ Քանի անգամ ես նույնիսկ գնացել եմ, հանդիպել եմ ամենաբարձր մարդկանց հետ այնտեղ, նախարարությունից ասել են շատ սիրում հարգում ենք, բրավո, բայց մենք նախաբանը նորաձևություն, չէ, նորաձևության համար չենք տրամադրում։ Նույնիսկ եթե Հայաստանն է ներկայացնում, կապ չունի։ միջազգային ասպարեզ։ Կապ չունի, ուր ուզում ես գնա դիմի, մեզ չէ։ Սխալ բան կա դրա մեջ, շատ, ես դա օրինակ սխալ եմ։ Նույնը մեծենատներին, Աննա ջան, հարգում ենք, պաշտում ենք, սիրում ենք, կներեք, այս պահին փող չունենք։ Ու գիտեք, դա ինչքան արդեն հոգնածուցիչ էր, որ ես ասացի կամ կարող է աչք դնել օրինակ մոդելի վրա, չէ՞, հետո ինչ որ բան ուզել ձեզանից։ Դե դա արդեն որ ասում է, այդ պրոբլեմը չի, թող արեն։ Չէ, բայց դա շատ տարածված է։ Արամ ջան, դե հիմա գեղեցկության մրցույթներին բան եւ այլն։ Գեղեցկության մրցույթներին ես արել եմ ֆեշններ, մեծ շոուներ, Miss Հայաստան, Mrs. Հայաստանի դեպ ասեմ, այնտեղ բանը Տերտերյանի իրարցիան տակ եմ արել, այնտեղ արել եմ շատ էլի, կպատմեմ ձեզ, եթե ուզում եք դա մի երկու բառով կասեմ։ Մենք ժամանակ ունենք, խնդրեմ։ Ունիկալ բան է արել, լավ մի քիչ շեղվեմ, նորից հետ վերադառնանք Ֆրանսիա, Mrs. Հայաստաններ, Մամիկոններ կազմակերպիչը, եւ ես առաջարկեցի sense մի բան Մամիկոնին, ասի Մամիկոն, արի մեր Հայաստանի ամենահայտնի կանանց ես ներկայացնում եմ էլի թատերականացված մի հատ ֆեշն եմ անում։ Ուրեմն դրանց մեջ մտնում էր Սոֆի Դևոյանը, Հասմիկ Լելոյան, Էվելինա Շահիրյան եւ սենց էլի Հասմիկ Տեր-Կարապետյան եւ այլն։ Ու տեսեք, ուրեմն special show Միսիսի ժամանակ եւ ես արեցի
մի հատ աննես ֆուրոր է դուք մենակ տեսնեիք Սոֆի Դևոյանը դուրս եկավ ես Սոֆի Դևոյանի համար գալահամերգի շոուն էի արել մի քանի տարի առաջ ինքը իր ասկեստով էր էլի ոսկի երանգների մեջ ու գնաց այնտեղ բաններ ամենաերիտասարդը Իրինա Թովմասյանն էր այդ ամբողջ շարքից եւ չեմ ուզում գլուխ կովեմ իրոք սենսացիոն բան էր որ ես այդ կանանց աննես մի հատ էվրասմա ռասկրուցիլ էլի ու էլի բեմականացված տարբերակով շատ սիրուն էր ասենք Միս Հայաստանը ես արեցի Ավետ Տերտերյանի տակ այդ երկրաշարժի այնտեղ լրիվ միստիկա էր ինձ մոտ գնում այդ բանը էներգետիկ այդ երաժշտության տակ այդ շատ գժոտ երաժշտությունա գործա գլուխ գործոցա ամենը ես Տերտերյանին շատ եմ սիրում բայց այս մի աշխատանքը իր ոնց ասած ես պրոստը պաշտում եմ ինքը այն որ ասում հասնում է այն վերևներին էլի այդ իր մощности его մի խոսքով եւ ես միշտ փորձում եմ այսինքն կոնցեպտուալ եւ երաժշտությունը եւ կերպարները, այսինքն համահունչ անեմ։ Այսքանը ես իսկապես լիարժեք արտ եմ սիրում ստեղծել, որպեսզի ինքը լրիվ հարմոնիկ լինի։ Ասենք եթե ասենք միսիսա, ուրեմն պետք է համապատասխան լինի, SSSS ամեն ինչը հասկանում եք։ Եվ Ֆրանսիան իհարկե դա մի հատ sense գագաթնակետ էր, որ просто я не ожидал, որ այս ինչպես կարելի է սպասել դե ավանդական կենտրոններից է բարձր նշանակ ասում եմ Փարիզ ու Միլան ինձ համար կարելի ասել մոդա նորաձևության հիմքերից մեկն է որ գնահատում են ընդ որում Փարիզը ընկալման կենտրոնն է իսկ Միլանը մեծ մասամբ մեծ գործարանն է որ արտադրում է ապրեք դղավել աշխատող իտալացիները Միլանում են ապրում ու համաձայն գիտեք մեկ էլ ինչն էր հաճելի որ գալիս էին Ֆրանսիայում Փարիզում նորաձևության հյուրերին ես տենց աչքիս տակով ուրեմն անենց գեղեցիկ կանայք էին մտնում այսա ուղակի հրաշք է մեծահասակ գիտեք երևի 80 անց նույնիսկ խնամված էլ գիտեք ոնց օրինակ մեկին տեսա հիմա նկարագրեմ ամբողջը սենց մանուշակագույն գույնի մեջ շլապան ծաղիկներով այդ մանուշակագույն մանտոն մանուշակագույն գուլպաններ կոշիկներ մի խոսքով Արդեն ինքը արտեր։ Ես իրան պոդիում կհանեի։ Դե բայց մեկ կիչի է հասնում համաձայն։ Մի քիչ չափազանցրած է։ Բայց չափի մեջ է։ Ես մի ասեմ դες, օրինակ ուրիշ տեղերում ինչ որ վուլգար բան մի հատ չտեսա։ Բոլորը զուսպ, էլեգանտ, գեղեցիկ, հասկանում եք։ Այստեղ ասում ես օ պաղի, չէ, ինքը իրոք այդ շարմը, դա ինտելիգենտնես, հա, այրանք գիտեմ ոնց, ինչ, այլ ոչ թե ինչ որ sense կան վուլգար բաներ չեմ սիրում, թե արվեստի մեջ, թե ֆեշնի մեջ, թե նկարչության մեջ, ես չեմ ընդունում, ես սիրում եմ միշտ իրա չափի մեջ, հա։ Իսկ մյուս անգամ կտանեք ձեզ այդ։ Քեզ Հարոն ջան, մեծ սիրով։ Ես չեմ խանգարի ակալատը միգուցե կարող օգտակար խորհուրդ։ Չեմ կասկածում։ Անա ջան, բավականին հաջողությունների հասած եք մինչև Փարիզյան ցուցադրություն։ Կարելի ասել, որ այս փուլում կյանքը կիսվել է Փարիզից առաջ եւ Փարիզից հետո։ Երևի գիտեք ոչ թե կիսվել է։ Ինչ հեռանկարներ է բացել։ Այսինքն հիմա վերադարձից հետո ինչ ունեք որպես հաջողություն բացի այն ընդունելությունից որ ստացաք։ Հա, գիտեք ոնց է յուրաքանչյուր արվեստագետի համար ընդհանրապես շատ կարևոր է ելույթ ունենալ, ցուցադրվել, հա։ Հենց որ լինի, այնա մենք նկարիչներս կամ դիզայներները կամ ասենք դե լավ պետք է այնա բան չենք անի, չէ, բայց մենք անում ենք մարդկության համար, չէ, ի վերջո, որ դուք հանդիսատեսը տեսնեք, գնահատեք եւ այլն, չէ։ Հիմա այս պարագայում, այո, ասենք ինչ որ դու անում ես Հայաստանում, դա ուրիշ է, երբ որ դու գնում ես դուրս, հա, դա մի հատ ուրիշ աշխարհ է բացվում, ուրիշ ասպեկտ է, այսինքն այդ հնարավորությունները, դու մի հատ մտնում ես ուրիշ մի հատ մթնոլորտ, ուրիշ մի հատ շրջապատ, որտեղ որ քեզ հետաքրքիր է, սա էլ experience, հա, սա էլ քո համար նոր փորձ է, այո, փորձառություն է, որ դու տեսնում ես, վաու, այսինքն այս մարդիկ էլ են հասկանում քո լեզուն, հա, ինքը ոնց որ թեատր պանտոմիմը չէ, ինքը առանց խոսք է, բայց ինքը ընկալող է, ինքը աստեցուցիկ է, գիտեք մարդիկ ոնց էին նայում, այս sense սառացրած հայացքներով ու հեռախոսներ, այս վիճակներ, հա, այդ հետո ինձ պատմեցին, ան դու
տեսար ինչեր կատարվում, հա, ես լարված եի կուլիսների հետևում եւ իհարկե ամեն մի դուրս գնալը, ճիշտ է, ես ցուցահանդեսներով ամբողջ աշխարհով եմ ներկայացել, հա, Չինաստանից սկսած մինչեւ տարբեր երկրներ, հա, բայց ասենք fashion-ը ու այս կարգի մի բան դա մի հատ ուրիշ ասպարեզ է բացվում։ Ամսագրենում Այո, հիմա կպած գրում են, այո, հիմա ինձ պետքա ուղարկեն, իդեպ որակով ֆոտոներ, ես տենց ինչ-որ սոցցանցերում տեղադրեցի մի քանի լուսանկարներ, այն որ չեմ դիմանում էլ, ես էլ եմ ուզում ցույց տալ, բայց դրանք մի քիչ անորակ տարբերակ են, բայց արդեն հենց այսօր արդեն մի քանի լուսանկարներ ուղարկեցին, որպեսզի press release-ի եւ այլն համար արդեն գնա, հա, այսպես ասած, եւ այնտեղ էլ արդեն շատ հոդվածներ մինչեւ արդեն գրում էին, որտեվ իմ բրենդը կոչվում է AH, то есть Աննա Հարությունյան, եւ իրանք տենց գրում են AH brand, Armenian ներկայացնում է եւ շատ արդեն հոդվածներ է դուրս եկել, թե իրանց modeling, fashion modeling Paris ահավոր շատ են եւ գրում եւ ցուցադրում իմ հագուստները, այն որ ասում ամենաշատը իմն են հիմա ներկայացնում, թե Instagram-ով եւ այլն եւ հոդվածներ են շատ գնում իրանց մոդել, այսպես ասած, ես իրանց էլ խնդրեցի, որ ինձ ուղարկեն, դենտեղ եւ կամ ֆրանսերեն է կամ անգլերեն, այս երկու լեզուն է, բայց այո, դուք չեք պատկերացնում ինչքան ժուրնալիստներ էին ընդ եւ ինչքան էին նկարահանում, որ նույնիսկ վիդեոների մեջ, երբ որ նայում ես մոդելը քայլում, մենակ այդ չխկոցն է լսվում լուսանկարելու, էլի ասես խանգարում են, էլի ուզում ես որ լրությունը լինի, բայց չի ստացվում, էլի։ Դա է անբաժան մաս է։ Անպայման PR-ը պարտադիր է։ Դուսարցակները, շիշկաները, դա պետք է։ Բայց իհարկե, ի վերջո մեկը մյուսին պարտադրում է, հա? Դու անում ես հանդիսատեսի համար, իրան կանում են ավելի լայնածավալ աշխատանք մասշտաբային, եւ երբ որ ինձանից ինտերվյու հետարքիր է վերցրեցին եւ ասին ձեր ոգևորությունը, հա, որտեղից է գալիս, ինչու եք sense հագուստներ եւ այլն, դե ամենաառաջինը ես ասացի, որ նախ իմ հնագույն Հայաստանի պատմությունն է ինձ, հա, միշտ մանկությունից տարել, ես вообще մի քիչ կոսմոպոլիտ եմ, ամբողջ համաշխարհայինով եմ ավելի շատ սիրում էլի ուսումնասիրել հին աշխարհները, եւ երկրորդը դիեզերական իմ Աստծո իմ հավատքը, որը որ ինքն է ինձ տալիս, շատ անգամ ես դա ձեզ էլ ասեցի, ես չեմ էլ թաքցնում, դա լինի իմ նկարների միջոցով, դա լինի fashion-ի միջոցով, իմ մոտ ոնց ասած մի հատ բան է էլի գալի, որ ես չեմ կարող դա թաքցնեմ։ Հիմա ինչը լինելու է, հագուստները լավ ցույց տվեցին, հավաքեցիք։ Հիմա այդ հագուստները կգնան ուրիշ երկիր։ Ասացիք կուլիսներում եք, բայց միթե ավանդույթի համաձայն դիզայները վերջում դուրս չի գալիս։ Բա ոնց։ Այլ քիչ այդ պահը պատմեք։ Հետարքիր էր, ուրեմն ես այս կուլիսներում կանգնած բան նայում եմ, արդեն վերջում արդեն մոդելը դուրս է գալի վերջի ու ես Ներողություն դուք եք ձեր դիզայնը։ Ես սա շլապկի, Ես սևով իմ կանաչ գլխարկով, ես այս մի հատ ունեմ իմ սիրած գույնը, բալոտիստի զիլյոնը, ես այդ գլխարկով էի շարֆի։ Չէ, ես գիտեք միշտ իմ ոճի մեջ, ոնց որ հիմա եւ ես պետքա պանկլոնի մի հատ արագ դուրս գա, մեկ էլ տեսնում իմ թակավորը, ես մի հատ ունեմ թակավորական կերպար, որը մարդ աստվածային կերպարի մեջ է, ու ինքը սևամորթ էր, մետր երևի 85 բոյով, ջանով, որ ասում մոդելները եւ տղամարդիկ են եւ այո, երկու տղամարդ կար եւ ինքը շատ հետարքիր կերպար է, ես եւ կաստինգի ժամանակ երբ որ իամ տեսա, ասի դու, ասում ես sense արեցի անգլեն, ասի դու իմ քինգն ես լինելու, ասում քինգ, վերջի մի խոսքով եւ իրոք մի հատ նենց կերպար դարձավ, մեկ էլ ես այն շուռ եկա տեսնում ես հետևից ես կանգնել է, ասում եմ, ինչի ես տեղ կանգնել, թակավորն է հանելու դուրս։ Ասում, դեսի ասում, գնա, երևում ես։ Նո, ասում է, պիտի ձեզ ուղեկցեմ։ Դե կարևոր է, որ շատ դա իմպրովիզներ, հավատացեք, ես ուզում եմ միացած, որտեղ ես շատ անգամ, ինձ շատերը ասում են, ախր ինչի է սենց արագ դուրս գալ, էլի, սենց մտնում ես ու դուրս ես գալի, ասում չգիտեմ, էլի, ну как-то так получается։ Այս քինգս եկա։ Ուրեմն վերցրեց բան, այո, եւ գեղեցիկ ձևով ինձ տարավ համարյա ամբողջ այդ դալիճով նորից հետ եկանք ու այդ ժամանակ բումը սկսվեց, բրավո,
ծափարություններ, բրավ։ Ու արդեն ես մտա այն որ բանի մեջ, նախատեսված, ոնց որ վիճակ էր, այն որ բոլորը գոռում են բրավո, դու ասում ես շնորհակալություն, շնորհակալություն։ Արդեն այս վիճակները շատ սիրուն ստացվեց։ Աննա, դուք այդ դրվագում ստացել եք այն էմոցիոնալ լիցքը, որը ամբողջ կյանք փնտրելու եք էլի։ Համաձայն, Սա միաթա, դա բնորոշ է ցանկացած որոնք էքստրեմալ սպորտերում էլ այդպիսի բան կա։ Ադրենալինի, այդ էմոցիոնալ հորմոնալ, ասենք, մեծ սպորտումների բաների հետ է կապված։ Հիմա դուք արդեն բռնել եք այդ հաճույքը։ Եվ այլևս անամենշը я не согласна, այսինքն այսուհետ դուք փնտրելու եք միշտ այդ զգացողությունը նորից ու դա դες ստիպելու է ստեղծագործել, նոր կոլեկցիաներ ստեղծել, նորից վերադառնալ այդ պոդիումի վրա, այդ catwalk ավելի լավ է, ինչու՞ չէ, կապրիկայք։ Այո։ Պոդիումը մի քիչ շատ կոնստրուկցիա է, catwalk, դա տեղը որտեղ քայլում են։ Չնայած ինձ մոտ մի քիչ ուրիշ ձև են քայլում, բայց բոլոր դեպքերում էլի catwalk։ Շնորհակալություն, որ եկաք։ Ես շնորհակալ եմ։ Ես ուզում եմ հիշեցնել մեր հյուրներ Հայաստանի վաստակավոր նկարիչ մոդելավորող Աննա Հարությունյանը, ով նոր վերադարձել է Փարիզից եւ այնքան տպավորիչ եւ այնքան Կարծես մենք էլ գնացինք եկած։ Մենք ձեզ հետ միասին մի պայնտեղ եղանք։ Պատկերավոր էր, այո։ Շատ բաներ կար գիտեք մոռացել։ Ես անկեղծ ինչի համար եմ առաջին հերթին ուրախ, որ դուք այդքան հաճույք եք ստացել։ Դուք անձամբ դուք որպես ստեղծագործող։ Դե ես տենց եմ, գիտեք, եթե մի գործ անում եմ, պիտի լավ անեմ։ Ես ուրախանում եմ որպես հայ մարդ, հայ կնոջ համար, ով այդ հաճույքը վայելել է իսկապես այս իրավիճակում, մնացածն էլ դե ինչպես ասում են, ինչպես կա կարտելի աշխարհ։ Այսինքն ճակատագիրը հետագա բարձր դժվարությունների հետ է կապված, բայց դուք արեցիք այն ինչին գնում եք, այդ ճանապարհը անցաք, հանգուցալուծվեց այն եւ հուսանք, որ դուք այդ զգացողությունը ելի նորից կապրեք։ Ես կներեք, որ այդ կադրերը հիմա տեսնում եմ, ես իրոք լացում եմ, գիտեք։ Լացում այդ էմոցիաները, որ ասեցիք, նա իսկապես շատ հուզիչ է, որ գիտեք, հենց գագաթնակետը երևի դա է, որ դու ամեն ինչ անում ես, վերջում արդեն այն որ կմփոց է լինում, չէ՞, սենց արդեն ամբողջը ու իրոք ես լացում եմ ամեն անգամ, որովհետեւ ես դա այդքան սրտան, ես դա մենակ եմ արել, ես սորերը ամբողջը մենակ էի տարել։ Այն որ ասում եմ մենակ տարա, մենակ բերեցի, դա սարսափելի է, որ կներեք ես ժամանակը ինձ որ ասում են, դե ձեր նման դիզայներները մի հատ սենց թափով են գալիս, հա, օգնական է, այն, իսկ դուք ասում մենակ եք եկել։ Դա էլ գիտեք, շատ նենց բաներ էլի վիճակը, հուզիչ ու մեծ հաղթանակ, այո, շնորհակալություն։ Աննա, նոր հաջողություններ ենք մաղթում, որովհետև իսկապես հիմա դուք վայելում եք միգուցե միայնակ այսպես այդ հաջողությունը, փառքը, ընդունելությունը, բայց դա մի ամբողջ երկրի հաջողությունն է։ Այո, ճիշտ է։ Պես որ մաղթում եմ նոր Մերսի շատ, մտահոգություններ եւ իրականացնել անպայման դրանք։ Ինչ խոսք կանայք ունեն իրենց հաճույքները եւ դրանցից մեկի մասին խոսեցինք։ Շնորհակալություն որ եկաք, Աննա։ Մենք իսկապես սրտանց հավատացեք ամբողջ ուժով ձեզ հաջողություն ենք ցանկանում եւ հուսով ենք որ դուք կվերադառնաք մեզ մոտ ստուդիա երթական զրույցի ակնկալիքով արդեն Միլանից Միլան առաջաստված շնորհակալություն այսքան հարգելի ռադիոլսողներ ավարտեցինք աշխատանքային շաբաթ